Ընկերներ, շնորհակալություն, որ հերթական անգամ գտնվում եք մեր գրասենյակում, մեր հերթական պրեզենտացիային, եւ այսօր մենք ներկայացնելու ենք պրեզենտացիա, որը ես կոչել եմ քաղաքատպարան։ Ճիշտ ասած, քոնտենթի հետ, բովանդակության հետ պրեզենտացիայի հետ կապված չէ, բայց վերջի այս զարգացումները, որ տեղի ունեցան նոր-նորքի քաղաքապետարանում, ինձ հուշեցին, որպեսզի այս անվանումը տամ։ Եվ այսպես, մեթոդաբանության մասին, հետազոտության հեռախոսային հարցումներ ենք իրականացրել, հարցումների քանակը 1101, հետազոտության վտանգի սխալը 3%, հետազոտության իրականացման ժամանակահատվածը 29 ապրիլի մինչև 2 մայիս։ Եվ հետազոտության վայրը Հայաստանի Հանրապետություն, ավելի մանրամասն մեթոդաբանության մասին ներքևում ներկայացված է, ես նյութերը ձեզ փոխանցելու եմ, կարող եք ծանոթանալ։ 2025 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և նա պատրաստ է ստորագրել։ Ըստ ձեզ, արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պետք է ծանոթանան և իրենց համաձայնություն տան պայմանագրի դրույթներին և բովանդակությանը։ Միանշանակ այո, այս հարցին պատասխանել է 73%-ը, ավելի շուտ այո պատասխանել է 13.1%, այսինքն 86%-ը մեր քաղաքացիները կարծում են, որ բովանդակության նախատեսվող ստորագրվող պայմանագրի պետք է ծանոթանալ։ 5.3%-ը նշել է, որ ավելի շուտ ոչ, և միանշանակ ոչ նշել է 6.5%-ը։ Դժվարացել է այս հարցին պատասխանել 2.1%-ը։ Հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի